Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ։ Գեղագիտության ազգային կենտրոնում մայիսի 21-ին կբացվի Սեդրակ Վելիկոդնիի անհատական ցուցահանդեսը։ Հենց այս ցուցահանդեսի մասին ենք մենք այսօր խոսելու հեղինակի հետ։ Իմ հյուրն այսօր Սեդրակ Վելիկոդնին է։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ցուցահանդեսը վերջին 6-7 տարիների արված գործերն են եւ այն կոչվում է նոր տեսակետ։ Եվ ինձ շատ հետաքրքիր է եւ կարծում եմ շատերին նույնպես, ընդհանրապես նկարիչը պետք է ունենա իր տեսակետը ինչ որ մի հարցում, թե ընդամենը հերիք է որ ունենա ճաշակ, գեղագիտական հայացք եւ այլն։ Դե պարտադրանքի բան ստեղ չկա, բայց եթե նկարիչը ունի իր տեսակետը, կատարվողի կամ տեսնվածի վերաբերյալ իհարկե դա միայն պլյուս է։ Բացի դրանից այդ միտաֆորա ստեղծելու ճանապարհն է, որով տեսվածը, որով ասելիքը, որ նկարիչը ուզում է փոխանցի հանդիսատեսին, ավելի հասկանալի է ու անկալելի է դառնում։ Իսկ այս ցուցահանդեսը ինչու որոշեցիք տեսակետներ հայտնել այս ցուցահանդեսով, այսպես ասած։ Դե հիմնական շարքը պեյզաժներն են, իմ համար իդեպ զարմանալի է, որովհետև հենց քաղաքից դուրս պեյզաժները ինձ որպես այդպիսին, որպես նկարչական մատերիալ չի հետաքրքրել, որպես բանապատկեր, հա, ես կարող եմ ժամերով կանգնել, նայել ինչ-որ գեղեցիկ պատկեր ես տեսնում։ Այո, ինչպես անցյալում, չէ՞։ Այդպես գնում էին քաղաքից դուրս նկարիչները իրենց։ Ինձ ավելի շատ հետաքրքրում էր Երևանի քաղաքի կյանքը, քաղաքի դետալները, բայց ինչ-որ տենց մի օր քաղաքից դուրս են գնում ու ես ուշադրություն դարձրեցի այդ պեյզաժներին, որոնք անցնում են այդ այսինքն դու ես մեքենայի մեջ նստած, դու չես անցնում քո տեսակետն այն է, որ իրանք են անցնում մեքենայի կողքով։ Ու մենք ինչ-որ տենց զալանք այդ պահերը, ու ես հասկացա, որ կարելի է հետաքրքիր բաներ կա, այսինքն մեր այդ սարերը, ձորերը, կանաչի, ինչ գիտեմ, ծաղիկները, մենք էլ տեսնում ես ինչ-որ օբյեկտ է կանգնում։ Օբյեկտ է այդ միջավայրի մեջ, որը որ ոչ մի կապ չունի բուդկա օրինակ։ Այո։ Եվ դրանք որքանով ես հասկացա, դրանք խորհրդային ժամանակներից մնացած այդպես թափոններ են, չէ՞ հիմնականում։ Մետաղական թափոններ, ինչ որ այդպես կրպակային տեսքով կամ ինչ որ մեքենայի մնացորդներ։ Հա, հետաքրքիր ֆորմաներ են, որոնք կան, օբյեկտներ կան, որոնք մարդն է ստեղծել, ինչ-որ վաճառակետ է կամ, բայց ֆանտազիան ուղղակի ապշեցուցիչ է։ Ու ընդ որում այդ նկարների մեջ պեյզաժը որպես միջավայր է այդ օբյեկտի գոյության։ Իմ համար գլխավորը դառավ այդ օբյեկտը։ Նակ զոնտիկներ կան, երևի բոլորս ենք տեսել զոնտիկները, Սևանի տանող ճանապարհի վրա կան, այո, սովետական ժամանակ իրանք բավականին տարածված են ու մինչև հիմա իրանք մնացել են։ Ու երբ որ անսպասելի տեղերում իրանք կարան լինեն, բավականին անսպասելի տեղերում, ասենք նայում ես, ուզում ես ճանապարհ է, դաշտ է ու երկու հատ զոնտիկ չես հասկանում, հետո ես հասկանում, որ դիմացը Արարատն է, այդ սովետական ժամանակ երևի այդ էքսկուրսիաները, որ ավտոբուսներով տարել են դեպի Խորովիրատ, երևի ինչ-որ մեկը մտածել է, որ սենց այս տեսարանը դաշտավայրը Արարատյան շատ լավ երևում է, իրոք գեղեցիկ դաշտավայր է բավականին, այդ երկու հատ զոնտիկ են այնտեղ դրել, որ այդ տուրիստները երևի թե ես ընտենց ենթադրում, որ կանգ առնեն, դուրս գան, մի կտոր հաց երևի ուտեն, ջուր խմեն, ֆոտո անեն ու ճանապարհը շարունակեն։ Ու հետաքրքիր է նաև, որ ինքը կարծես սովետական է, բայց այնքան է ինքը միջավայր է արդեն մերվել, հա, որ արդեն նույնիսկ մտածում ես, ասում ես պետք է հանել, թե պետք չի
պետք չի անել։ Միգուցե պետք է զարգացնել, բայց իրենք մեծ հաշվով թափոն են այդտեղ։ Պասուցի իրանք տենց չաշխատող անհասկանալի ինչ-որ ֆունկցիա չունեցող ինչ-որ բաներ են։ Սեդրակ, իսկ ինչու որոշեցիք այդ միջավայրը հենց այդպիսի թափոններով կամ այդ մետաղական մասերով կամ այդ հովանոցներով նկարել։ Կարելի էր ընդհանրապես այդ մասին ուղակի ներկայացնել լուսանկարներով, չէ՞։ Այդ մասին խոսել։ Ես հասկանում եմ, որ դուք ինչ-որ խնդրի մասին եք բարձրաձայնում եւ իսկապես դա խնդիր է։ Ընդհանրապես բնական միջավայրը աղտոտված է մեծ հաշվով։ Դա խնդիր է։ Բայց դա կարելի է ուղղակի լուսանկարով ցույց տալ, այսօր շատ արվեստագետներ նաև այդ միջոցներն են, չէ՞։ Օգտագործում։ Դե լուսանկարությունը իմ լեզուն չի, իմ լեզուն նկարությունն է, ու շատ հետաքրքիր հարց է իմիջիալոց, ես վերջերս մի հատ սերիայի վրա եմ մտածում, հələ որ այդ զնգը չի եղել, բայց ինձ թվում է մի օր կգա։ Զնգը ձեր ոգեշնչումն է, հա, այդպես ոգևորությունն է։ Նկարիչները փորձում են ինչ-որ բան նկարեն, որը որ ունի իմաստ նկարելու։ Այսինքն շատ քիչ նկարիչներ են վերցնում ինչ-որ ունեք սեղանի վրա դրված, օրինակ այն ինչ-որ մենք տեսնում ենք հիմա, կամ այս կոմպյուտերին մակնիկը նկարելի իմաստի ինչի մեջ է։ Բայց երբ որ նկարիչը նկարում է, ու դա հաջողվում է, ու դա իմաստ է ձեռք բերում, նոր իմաստ է ձեռք բերում։ Ու դու ոնց որ փորձում ես միգուցե նույնիսկ ստիպել, որ այդ երևույթի վրա մարդիկ ուշադրություն դարձնեն։ Իմիջիալոց հետաքրքիր մի հատ երևույթ է անցալում է այդ շարքի, որ տեսել է այդ աշխատանքները։ Մարդիկ կան ու մոտ մանկության հիշողությունները առաջանում։ Հետաքրքիր երևույթ է։ Շատ լավ, դա ինչ-որ ձև կարելի է ասել, որ բողոքի ձայն է եւ չէ։ Ոչ մի դեպքում։ Դա ուղղակի փաստ է։ Ես ընդհանրապես աշխատում եմ երևույթները չբաժանել լավի կամ վատի, դա ուղղակի գոյություն ունի։ Դա կա։ Հիմա իհարկե ասենք մենք սովորենք, որ մեզ մանկուց ասում են, это что такое хорошо, что такое плохо, չէ՞։ Մենք պարտադիր կարծես է պարտադրված ենք ինչ-որ երևույթի վերաբերյալ ինչ-որ կամ դրական կամ բացասական վերաբերմունք ունենանք։ Երևի նկարիչի հենց տարբերումն է դրա մեջ է կամ նպատակներից մեկը հենց դրա մեջ է, որ երևույթը ուղղակի որպես երևույթ տեսնել։ Իմիջիալոց Երևանում ցանկապատ կա Պրոշյան փողոցի վրա, որը որ բավականին ունիկալ երևույթ է, ինքը էլի սովետական ժամանակից է։ Ու նույն իրավիճակն է, որ մենք ամեն օր կողքով անցնում ենք, բայց չենք նկատում դա, բայց մի օր ես կանգ առա, որոշեցի, որ կարելի է նկարել, հետաքրքիր է, բայց ու լուծումը ընթացքում դու հասկանում ես մարդը, որը դա ստեղծել է, ոնց է մտածել։ Հետո ես հասկացա, որ այդ հայկական նախշերից վերցրված հատվածը ուղղակի եթե նախշը փոքր է, ազգագրական, հա, այդ զարդանախշերի նույն զարդանախշերից կա հրապարակի այդ փոստի շենքի վրա, այդ մարդը ուղղակի վերցրել է շուրա տվել ու մեծացրել է, մասշտաբն է փոխել։ Ու դարել է այնպես, ընդ որում ինքը այնպիսի դիզայնի լուծում է այսօրվա խոսքերով, եթե ասենք, որ իմ կարծիքով դա պետք է զարգացվել, ոչ թե նույնիսկ պակասացրել են։ Նման ցանկապատ կար Մոսկովյան փողոցի վրա։ Ցավոք սրտի ես վերջերս կարծեմ մի տարի թե 2 տարի առաջ դեմոնտաժ են արել, այդ որ քաղաքում ընդունված ասել Պապլավոկի դիմացի հատված այնց Մոսկովյան փողոցի կողմից։ Մյուս կողմից, բայց կարելի է զարգացնել եւ քաղաքի ինչ-որ ճանաչելի ինչ-որ նույնիսկ բրենդ սարքել է ցանկապատը։ Այո, հասկանալի է։ Իսկ ընդհանրապես ձեր հայացքը ինչպիսին է այդ ամեն ինչին։ Տեսեք, ասում եք դուք ուղղակի նայում եք իրականությանը, ոչ լավ է, ոչ վատ, բայց ամեն դեպքում կա հայացք դրան, չէ՞, հայացք որոշակի։ Ստե ավելի շատ ձգտում է հետեւյալն է, որ
հայացքը ավելի ուշադրություն գրավել այդ երևույթի վրա, մի հատ որ մարդը կանգ առնի, մի 2-3 րոպե մտածի ինքը հասկանա այդ տվյալ օբյեկտը ինչ նշանակություն ունի իր կյանքի մեջ անցնում ամեն օր անցնում է չի նկատում բայց այդ օբյեկտը կա ինչ որ ֆունկցիա է կատարում օրինակ ինձ համար այդ մոսկովյանի ցանկապատը մանկության հիշողությունն է դա անցյալի հետ կապն է ու դա կարող լիներ ինչ որ սիմվոլ որը օրինակի համար պահպանվեր ու Երևանում ապրողների համար ինչ որ հուշի միջոց լիներ որտեղ մեկ գնում ես ուշադրություն դարձրեցիր եկել վայ մանկությունը հիշեցիր իսկ հիմա դու այդ փողոցով անցնում ես ուրիշ ցանկապատ են դրել ոչ մի էմոցիա չի առաջացնում ինձ մոտ այո հիմա մյուս երիտասարդների մոտ միգուցե առաջանա բայց այդ կապը ոնց որ արդեն ընդհատվում է իսկ ընդհանրապես խորհրդային միությունից մնացած այդ օբյեկտները ավելի նոստալգիկ տրամադրություններ են առաջացնում թե հակառակը ուզում ես հրաժարվես դրանից որովհետև նոր ժամանակներում ես ապրում պահանջները նոր են եւ կարծես այդ իրերը այդ օբյեկտները այլևս այսօրվա կյանքի հետ չեն խոսում չէ դե հենց դրա մասին եմ փորձում խոսալ որովհետև ես այդ սովետ միության հանդեպ նոստալգիա չեմ ապրում իհարկե բայց նաքսյուներ կային որոնք բավականին հետաքրքիր էսթետիկ լուծում ունեն ուղղակի կատարումն էր վատ այդ սովետական ժամանակ այնց մշակված չէին հիմա մենք այդ հնարավորություն ունենք այդ նույն ոճը վերցնենք պահպանենք այդ հին Երևանի ոճը եւ զարգացնենք ոչ թե բռնենք կտրենք դիզայները կամ քաղաքի դիզայները կամ ճարտարապետը փոխվեց ինքը ունի այդ լավ հիշողություններ չունի բռնի կոդրի ուրիշ հիշություններ բերի որը որ շունչ չունի իր բան ոչ մի էմոցիա իր մեջ չունի այսինքն այդ связь поколений ներողություն եմ խնդրում դրա մասին է խոսքը այո Mēs այսինքն ստեղ այդ մարդը որ որոշել է այդ կոդրի քանդի ինքը պետք է հասկանա որ դա անելու իրավունք ունի որովհետև այն մարդը որը նստել է դա արել է մտածել է ինչի համար է դա արել ու դրա վրա զարգացնի այդ արդեն պրոգրես է կոչվում ոչ թե քանդեն նորը սարքեմ անդադ քանդելով ու սարքելով չի Սեդրակ ձեր կենսագրության մեջ ես կարդացի որ դուք երկար ժամանակ Մոսկվայում եք աշխատել եւ այնտեղ կինոյի 3D, հա, 3D այդպես դիզայներական եւ գրաֆիկական աշխատանքներ եք արել կինոյի համար Եվ հետո երբ որ վերադարձել եք Երևան, սկսել եք Երևանյան քաղաքային միջավայրին ուշադրություն դարձնել, մարդկանց, մտածելակերպին եւ շատ հաճախ նաեւ ինչ որ արատավոր եւ արտասովոր կողմերն եք փորձել տեսնել միջավայրի հետաքրքիր է Երևանի այդ փոփոխությունները, որ դուք տեսնում եք, ինչ կերպ եք տեսնում եւ ինչու հատկապես ձեզ այդ թեման հետաքրքրեց։ Ճիշտ եմ, նույնիսկ ճիշտ եմ, առատավոր չէ, ուղղակի դա կա, պարզապես կա։ Վերջ։ Բայց տխուր կողմերը, լավ, առատավոր մի քիչ գուցե խիստ եմ ասում, ամեն դեպքում Հիմա այդ երևույթը կա։ Մենք տեսնում ենք, որ դա մեր թերից կա, եւ վատը կա, եւ լավը կա։ Դա մեր կալարիտն է հասկանում եք, հիմա բնականաբար, երբ որ Մոսկվայից ես վերադառնում, դու ստեղի կյանքին նույնիսկ որպես տուրիստ ես նայում։ Դες ամեն ինչ հետաքրքիր է ուզում ես ամեն տարի ես Երևան է գալիս, քաղաքից դուրս է հիմնականում գնում, Երևանում քիչ է ժամանակ անցկացնում, ես մեկ էլ ընկնում ես նոր գրեթե նոր միջավայր, որովհետև 10-11 տարվա մեջ Երևանը բավականին փոխվել էր, նոր հարաբերություններ, մոդա, պահելակերպ, շփվելու կերպ, լեզու նույնիսկ, հա, ինչ խոսքեր են, ինչ որ ժարգոն առաջանում, այսինքն ես ավելի շատ որպես դիտորդ եմ այդ ամեն ինչ անցալում,
հասկանում եք, չեմ փորձում տամ գնահատական, ավելի շատ փորձում եմ հասկանամ ինչն է պատճառը, որ այս երևույթը կա։ Ու նույն շատ անգամ մարդկանց համար դա սովորական է, բայց երբ որ ինչ որ տենց սուր բանի վրա ես ուշադրություն դարձնում, արդեն նկարես իրան սառացնում ես այդ պատկերը, ճիշտ եք ասում եմ միջալոց, կարող է ֆոտո լիներ, բայց նկարի մեջ դու ավելի ազատ ես, դու կարող ես կոմպոզիցիա ստեղծես, կերպար ստեղծես, մի բան ավելացնես, մի բան փոխես, ինքը արդեն ոսոր ռեժիսորի նման ես աշխատում, կարողանում ես ավելի սարես կամ այդ երևույթի վրա ուշադրություն դարձնես, բայց նորից եմ ասում, մի մոտ նպատակ չկա ծաղրել կամ վատաբանել, ես պարզապես փորձում եմ ցույց տամ ու ինքս հասկանամ այդ երևույթը ինչն է պատճառը այդ երևույթի։ Ընդհանրապես իմ կարծիքով այս մեդիայում այդ ինքնաանալիզի պակասը ես զգում եմ օրինակ այդ ինքնաանալիզի պակասը չեմ ուզում օրինակներ բերեմ ռուս բլոգերներ եւ այլն նրանք կարող մի հատ այլիչ վերցնեն 3 ժամ այդ այլիչը այնքան ուսումնասիրեն խոսան մենք էլ ասում ենք դա այլիչ է ինչ խոսած սրա մասին բայց այդ անալիզի կարիքը իմ կարծիքով կա ես էլ որպես նկարիչ եմ փորձում այդ երևույթները հենց անալիզի ենթարկելու հասկանալ ինչն է պատճառը այս երևույթի իսկ ինչ որ բացահայտումներ ձեզ համար արել եք օրինակ որոշ բաների հետ կապված պատճառը երևույթների հետ կապված երևույթների դա ժամանակի շունչը օրինակ ինչու է 70 թվականից մինչ օրս որևէ մետաղական այսպես կրպակ մնացել բնության գրկում ասենք դա ինչ կերպ կարելի է բացատրել դե Սովետը փլուզվեց, մարդիկ բիզնեսով սկսեցին զբաղվել, դե այդ կրպակն էլ ճանապարհի մեջ մոտակա ապրողներից մեկը բիզնես արել այդ ճանապարհին, ինչ որ բան վաճառել, սեփականություն է, ինչ որ պահ երևի եղել կամ հոգնել է, կամ երկրից է գնացել, կամ ուրիշ բիզնես է, կամ զարգացել է ուրիշ բիզնես է, սկսել, բայց այդ կրպակը մնացել է ու սեփականություն է, ոչ մի բան չես կարող դա անես, չես կարող բալես գնաց, օրենք չկա ամեն դեպքում։ Իսկ այնտեղ կան ուրիշ օբյեկտներ, որոնք սեփականատերել չունեն եւ այդպես մնում են եւ այսպես ժանգոտած, մերված միջավայրի հետ, չէ՞։ Դենց նպատակն է դա է այդ որ այդ հարցը ի վերջո բարձանա այո ի վերջո այդ մեր միջավայրը մենք ենք ստեղծում մեր ձեռքերով այլ մոլորակայինները չեն գալիս ստեղծում այդ ամեն ինչը գիշերը այդ կրպակները կամ ես ինչերը տենց ժանգոտ մանգոտ փողոց ճանապարհներին թողնում գնում մենք ենք անում Դուք կինոյի ու թատրոնի նկարիչ եք եւ բազմաթիվ ներկայացումների բեմադրող նկարիչ եք եղել, ունեք նաեւ մրցանակներ, ընդհանրապես թատրոնի հետ գործ ունենալը գուցե դա իրականությունը ավելի ճիշտ եւ հետաքրքիր կողմերով տեսնելն է, նաեւ գունեղ տեսնելն է, մի քիչ էլ չափազանցված տեսնելն է, հա, որովհետեւ դա ձեր գործերի մեջ նկատելի է ամեն դեպքում թատերայնություն է, էլի գրոտեսկ ինչ որ չափով։ Ну, իհարկե թատրոնում եւ կինոյում աշխատելը իհարկե հետ կթողնում է իմ աշխատանքների մեջ, որովհետեւ ուզած ես կինոյի շնորհիվ որպես կադր եմ անցալում պատկերը, թատրոնի շնորհիվ փորձում եմ մետաֆորա գտնել։ Այսինքն մետաֆորան է, որ բեմի վրա պետք է լինի դեկորացիայի ձևով Դե թատրոնը կինոն այդ ուրիշ աշխարհներ են իր հնարավորություններով ու ընդ որում դա առաջերտին թիմային խաղ է Բայց ամեն դեպքում կա մտածողության տեսակ, չէ, որը նաև ոչ թե թելադրում մաներան նկարելիս Իհարկե ու քանի որ թիմային խաղ է դու որպես բեմադրող նկարիչ չես կարող գաս ասես ես sense եմ տեսնում պետք է հասկանաս գլխավոր ռեժիսորն է ինքն է միտքը տալիս դու
պետք է իր միտքը հասկանաս ու այդ մտքից ելնելով տաս լուծում։ Ուզած դուրս գալիս է թե չէ։ Բայց այդ թատրոնը եւ կինոն այդ իհարկե շատ մեծ հնարավորություն է ինչ որ յուրահատուկ աշխարհ ստեղծել։ Հետաքրքիր է, օրինակ ձեր շապիկը հիմա ես տեսնում եմ, Սուպերմենն է, չէ՞։ Դուք տարիներ առաջ Բեթմենն է ավելի շատ։ Բեթմենը, այո, այդպես սուպեր հերոսների ցուցահանդես ունեցաք եւ դուք ասում էիք, որ այդ սուպեր հերոսներին այդպես կոչ եք անում երկիրը փրկելու, այդպես նպատակով եք այսպես բերել։ Եվ կուզեի այդ մասին մի քիչ խոսեինք, թե արդյոք մեկ մարդու գործ է երկրի փրկությունը, թե դա էլ ուղղակի ձեր այսպես գրոտեսկային մի քիչ էլ հեգնական հայացքներ։ Այդ ժամանակաշրջանում երևի թե մեջս տենց հերոս փնտրելու հարցակեց, ով է մեր իրականության մեջ հերոս։ Դու հասկանում ես, որ այդ հերոսը չկա։ Հետո ասես լավ իսկ եթե Հոլիվուդի սուպերհերոսները գային հայկական իրականության մեջ ապրեն, իրանց հետ ինչ կկատարվեր։ Դե տենց նկարում ես իրանց հետ ոնց որ վերապրում ես այդ իրավիճակները, մեկը գալիս է ասում ասես պաթոսով, բանով էսա տեսեք ինչ եմ անում։ Այս նկարի վրա էլ արդեն Բեթմենը ոնց որ դե ինչ արեցինք դուրները չեք ավելի ու տխրում է ինքը, բայց Հայաստանը իր դուր է գալի, ինքը մնում է հայկական լեռների մեջ։ Այսինքն Բեթմենները մեր իրականության մեջ էլ անելիք չունեն։ Ստեղ ավելի շատ իմ կարծիքով մարդը անձը իրան հարց պետք է տա, ինքը կարա սուպերհերոս լինի այս իրականություն, որպես մարդ անձ պատասխանատվություն իր վրա կրի անձնապես ոչ թե սպասի, որ դե իմ տեղը թողուրի շան է, ես ինչ գործում եմ բան, ինքը որպես անձ, նույնիսկ ինչ որ փոքր բանի մեջ կարա իր վրա պատասխանատվություն վերցնի, օրինակ փողոցով գնում է, ինչ որ, չգիտեմ, սիգարետի տուփ գցած, չասի որ գցել է ինքը կամ հավաքարը գավակի, վերցրա գցի հաղթամանը, արդեն քայլ է, չէ՞։ Այսինքն այդ ընթացքում ինչ է կատարվում, մարդը նայում ասում է դե մարդի կողքից նայողները ինչ կմտածեն, այնց հարիր է, ես կրանամ, ես հավաքարար չեմ եւ այլն։ Իմիջիայլոց հավաքարարների հանդեպ վերաբերմունքը է մեր սոցիումում հարգում ենք, շնորհակալ ենք իրանց աշխատանքի համար, որ առավոտը շուտ կամ գիշերվա կեսին իրանք այն աշխատանքն են անում, որի շնորհիվ մենք Երևանը մաքուր ենք տեսնում։ Սուպերհերոս չեն։ Գուցե էլի կան այդպիսի սուպերհերոսներ, իսկ ինչ կարող եք ասել արվեստագետների մասին, նկարիչների սուպերհերոս են նրանք ինչ որ։ Սուպերհերոս դե նկարիչ լինելը մի քիչ մեր ժամանակներում այո գուցե սուպերհերոս չէ, դա ուղղակի ապրելավոճ է, որը որ ամեն մեկին հետաքրքիր կամ հետաքրքիր չի կամ ինքը յուրահատուկ ապրելավոճ է, ոնց որ Կոլոմբոսի նման երևույթ է նկարիչը, ինքը գիտի որ ինչ որ տենց երկիր կա, այն կողմերը չգիտեն որտեղ ոչ մեկ չի գնացել այդ ճանապարհով, ինքը չգիտե ճանապարհին հետ ինչ կլինի, բայց ամեն նույնիսկ իմանալով դա ինքը մեկ ամեն ինչ անում է այդ նավը գտնում է, նստում է այդ նավը ու գնում է։ Գնում է այդ երկիրը հայտնագործելու, չէ՞։ Այո, ամեն մի մարդու բան չէ, էլի, տենց մարդիկ ուզում են կոմֆորտ կյանքով ապրեն մաքսիմում հասկանալի կյանքով պատկերացնեն առավոտը զարթնի հասկանա թե ինքը սա հետո մի ամիս հետո իր գումարը կստանա այսպես բաները ձեռք բերի ու տենց հասկանալի են ապահովությունը մարդկանց համար այսօր դրա մեջ է կայանում դրա համար նկարիչը ինչի՞ չէ նկարիչը չունի այդ ապահովվածության զգացումը ապահովվածության զգացումը նկարիչ ուրիշ կերպ է ընդունում իսկ ինչ կերպ կարող ենք խոսել այդ մասին դե ինքը վստահ որ այդ կետին կհասնի
Հիմա ամեն մի նկարիչ իմիջիալուց իր ճանապարհը ունի այդ կետին հասնելու։ Մեկը կարող է ճանապարհին հոգնի, ասի, նրա ինձ պետք է, ես գնամ բիզնեսով զբաղվեմ, մյուսը կասնի, մյուսը ուրիշ ճանապարհով կգնա, բայց ամեն նկարիչ ունի իր յուրահատուկ ճանապարհը, անկարգան էլի։ Եվ մեկը մյուսի հետ ընդհանրապես, այսինքն մեկը մյուսից շատ տարբեր, դա եմ ուզում ասել։ Մի հոդված կարդացի ձեր մասին, որտեղ ասվում է, որ ձեր ընկերների ու ծանոթների միջավայրում բոլորը գիտեն, որ դուք Մալևիչի հետ դույով եք խոսում։ Կարող եք մեկնաբանել։ Դե մի հատ շարք է յալը, ինքը շարք չէ, ինքը ուղղակի տենց ինչ-որ հումորային տենց սև քառակուսի թեմայով ինչ-որ բաներ է գրում, հետո նկարում է, չեմ ասի, որ ինքը լուրջ գործ է, բայց վաճառվեց Ռիգայում, տենց ինչ-որ միտք էր գալի Մալևիչի հետ քառակուսի վերաբերյալ։ Մալևիչը ձեր սիրելի հեղինակների շարքում է։ Կարելի է այդպես ասել։ Էլի ինքը ուղղակի կա։ Մալևիչը ուղղակի շատ ազդեցություն, շատ մեծ ազդեցություն ա ունեցել կերպ արվեստի վրա եւ ժամանակակից արվեստի վրա, ու միջև հիմա այդ ազդեցությունը կա, մարդիկ հատորներ են գրում իր այդ սև չորնի կվադրատ ասվածի մասին։ Իսկ ձեզ հետաքրքիր է չորնի կվադրատը, սև քառակուսին։ Ինքը արդեն իրանք պետք չի անցալել որպես նկար, դա արդեն երևույթ է։ Երևույթ է։ Որի շուրջ մարդիկ 100 տարուց ավել փորձում են հասկանալ դա ինչ է եւ այլն, ուղղակի ուզում եմ ասեմ, որպես Մալևիչը դրանով փորձել է քանդել ամեն ինչը, ինչ որ ստեղծվել է արվեստում միջև դա։ Միջև, այո։ Այսինքն ինքը Լենին է եղել, էլի արվեստի մեջ մի старый мир разрушен до основания, построим новый мир, բայց դա ճիշտ է, որ հինը քանդես այդ քանդվածի վրա նոր բան ստեղծես։ Իսկ հեղափոխություններին դեմ եք դուք փաստորեն արվեստում։ Հեղափոխություններին ես ավելի դեմ եմ, ավելի կողմ եմ էվոլյուցիային։ Դե հեղափոխությունը երևույթն է, որ սոցիումի մեջ երբ որ ինչ-որ տենց կուտակվում է, պրուժնի զսպանակի նման ինքը ասես լարվում է, հետո ինչ-որ պահ պետք է աշխատի։ Լավ, մեր հաղորդումն արդեն ավարտվում է, Սեդրակ, վերադառնանք ձեր ցուցահանդեսին, տեսակետին։ Ընդհանրապես ձեր արվեստը կամ մտածողությունը, կարելի է ասել, կամ տեսակետը ձևավորվել է հենց Մալևիչի կամ այդ անցյալի այդ արվեստագետների գործերի ոգեշնչմամբ։ Դե բնականաբար Մալևիչը, չէ։ Իսկ կան այդպիսիները, կուզեի անուններ տայիք, եթե կան, որոնց գործերից ոգեշնչվել է ձեր արվեստը։ Եթե հայ նկարչության մասին ասենք, դա Ռաշմաջան Սեդրակն առաջի հերթին, վերջերս շատ եմ ուսումնասիրում Հակոբ Հակոբյանին։ Ձեր պապի մասին էր խոսքը առաջին անդադ աչքիս առաջ է եղել մանկուց ուզած այդ դա աշխատել է որպես։ Կարելի է ասել, որ դուք գերազանցել եք ձեր պապին ձեր գործերը։ Չէ, ընդհանրապես մի նկարիչի մյուսի հետ համատելը շատ սխալ է, դա առանձին երևույթներ են։ Լավ։ Ազդեցություն ունեցել է, բայց ին վրա իհարկե մեր միջավայրն առաջի վրա հերթին ազդում։ Միջավայրը, որտեղ ապրում եք, աշխատում եք։ Իսկ կան էլի հեղինակներ հայերից, որոնք այդպես շատ կարևոր են ձեզ համար։ Դե հայ կերպ արվեստի մեջ երևի թե բոլոր նկարիչները, որոնց հետ մենք ծանոթ ենք, իրանց կերպարվեստի պատմության մեջ կան։ Իրանց ազդեցություն ունեն։ Նրանք այդ սուպերհերոսների թեմայում ես որպես Հայաստան, Սարյանի Հայաստանն է ներկայացնում։ Այո։
Շատ լավ, թերևս այսքանը մենք ուղղակի ռադիոլսողին տեղեկացնենք, որ Գեղագիտության ազգային կենտրոնում մայիսի 21-ին կբացվի Սեդրակ Վելիկոդնիի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը վերնագրված է նոր տեսակետ։ Կարող եք այցելել, կարող եք նոր տեսակետի առնչվել նկարչի, իսկ ես ձեզ ներկայացնեմ իմ հյուրին, արվեստագետ Սեդրակ Վելիկոդնիներ, մենք զրուցում էինք իր արվեստի եւ առհասարակ իր աշխարհայացքի մասին։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։